Հայաստանում այսօր իշխանությունը ներկայացնող այս խմբակը փորձում է ժողովրդին վաճառել խաղաղության պատրանքը։ Սակայն իրականում կատարվում է լրիվ այլ գործընթաց՝ պետականության ծրագրային քայքայում։ Սա պարզապես սխալ քաղաքականություն չէ։ Սա նպատակային ուղեգիծ է, որի ընթացքում Հայաստանը աստիճանաբար զրկվում է ինքնիշխանությունից, անվտանգության համակարգից եւ ազգային դիմադրողականությունից։ Այս գործընթացի գլխավոր շահառուն Նիկոլ Փաշինյանի ռեժիմն է, իսկ գլխավոր զոհը հայկական պետությունը։ 44-օրյա պատերազմից հետո աշխարհում դժվար է գտնել մեկ այլ օրինակ, որտեղ պարտությունը ստորագրած ղեկավարը ոչ միայն չի հեռացել, այլ պարտությունը վերածել է իշխանությունը պահելու տեխնոլոգիայի։ Փաշինյանը կառուցեց կառավարման մի մոդել, որտեղ ազգային նվաստացումը ներկայացվում է որպես պետական փրկություն։ Նրա քաղաքական բանաձևը պարզ է։ Պարտությունը ներկայացնել որպես իրատեսություն, զիջումը որպես խաղաղություն, դիմադրությունը որպես արկածախնդրություն։ Այս քաղաքականությունը ոչ միայն թուլացնում է պետությունը, այլ ջնջում է ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը։ Երբ ժողովրդին տարիներով համոզում են, որ դիմադրությունը վտանգավոր է, իսկ նահանջը խելամիտ, պետությունը դադարում է ունենալ պաշտպանվելու ունակություն։ Փաշինյանը վաղուց գործում է որպես պարտության կառավարման մենեջեր։ Նա բանակցում է ոչ թե ազգային շահից, այլ պարտվածի հոգեբանությունից։ Նա արձագանքում է ոչ թե ուժի դիրքերից, այլ մշտական ճնշման տրամաբանությամբ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար սա պատմական նվեր է։ Նրանք ստանում են այն, ինչ նույնիսկ պատերազմի միջոցով միշտ չէ որ հնարավոր է ստանալ։ Իշխանություն Երևանում, որը պատրաստ է զիջումների առանց ռազմական պարտադրանքի։ Սակայն արտաքին քաղաքական զիջումները այս իշխանության միակ վտանգավոր կողմը չեն։ Ներքաղաքական դաշտում ձևավորվել է իշխանության վերարտադրության ցինիկ համակարգ։ Մի կողմից կիրառվում են վարչական ճնշումներ, իրավապահ ռեսուրսներ եւ տեղեկատվական վերահսկողություն, հասարակության դժգոհությունը սահմանափակելու համար, մյուս կողմից ռեժիմը դիմում է զանգվածային մանիպուլյացիայի, շոուներով, զվարճանքներով եւ մակերեսային քաղաքական ներկայացումներով փորձելով ժողովրդին պահել քաղաքական անտարբերության մեջ։ Թրքահպատակ այս խմբակը պետությունը փորձում է կառավարել դիսկոտեկային տրամաբանությամբ, լուրջ ճգնաժամերը ծածկելով աղմուկով եւ շոուներով։ Փաշինյանի թիմը վաղուց կորցրել է պետական մտածողության նույնիսկ արտաքին նշանները։ Նրանք վերածվել են քաղաքական ֆլյուգերների, որոնք պտտվում են այն ուղղությամբ, որտեղից իշխանությունը պահպանելու քամին է փչում։ Մի քանի շաբաթ առաջ այս խամաճիկները քաղաքական ոռնոց էին բարձրացրել ու հայտարարում էին, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այսօր արդեն փորձում են սիրաշահել Մոսկվային սեփական իշխանությունը պահպանելու հաշվարկով։ Այս վարքագիծը ցույց է տալիս մեկ բան. Փաշինյանի իշխանության համար արտաքին քաղաքականությունը արժեքային ընտրություն չէ։ Դա իշխանության պահպանման գործիք է։ Նույն տրամաբանությամբ ժողովրդին տարիներով ներկայացվում է, թե Հայաստանը գնում է դեպի արևմուտք։ Սակայն իրականությունը ցույց է տալիս հակառակը։ Արտաքին քաղաքականությունը վերածվել է քաոսային մանևրների շարքի, որտեղ կողմնորոշումները փոխվում են ոչ թե ազգային շահից, այլ իշխանական վախերից ելնելով։ Միևնույն ժամանակ կա մի ուղղություն, որի մեջ Փաշինյանի քաղաքականությունը ցուցաբերում է վտանգավոր հետևողականություն։ Թուրք-ադրբեջանական օրակարգին համահունչ զիջումները։ Սա այլևս քաղաքական գործընթաց չէ։ Սա պետականության վերաձևման փորձ է ազգային ինքնությունից հրաժարվելու գնով։ Փաշինյանը դարձել է էժան ծաղրածու, ով կարող է մեկ օրում փոխել իր բոլոր հայտարարությունները, հակասել սեփական խոսքերին եւ ներկայացնել դա որպես նոր ռազմավարություն։ Այս ռեժիմի վերարտադրությունը նշանակում է, որ զիջումների քաղաքականությունը շարունակական բնույթ է կրելու։ Դա նշանակում է նոր անվտանգային կորուստներ, ինքնիշխանության նոր սահմանափակումներ եւ պետականության հիմքերի աստիճանական քայքայում։ Այս պայմաններում Հայաստանի առաջ կանգնած է ոչ թե հերթական ընտրության, այլ գոյաբանական ընտրության հարց։ Խնդիրը իշխանափոխությունը չէ միայն, խնդիրը պետականության պահպանությունն է։ Հայ ժողովուրդը կանգնած է պատմական որոշման առաջ, շարունակել հավատալ խաղաղության անվան տակ ներկայացվող զիջումների քաղաքականությանը, թե հասկանալ, որ այդ քաղաքականությունը կարող է ավարտվել պետականության կորստով։